նշեմ 2-3 դեպք, որտեղ ըստ էության ընկերության վերաբերյալ սոցիալական ցանցերում գրվել էր, որ օրինակ հանցագործ ընկերություն է, լիցենզիաները ձեռք է բերվել կոռուպցիայի միջոցով։ Այսինքն սրա դեմ ուղղված այն գործիքակազմը, որ ընկերությունը ունի այսօր դատական համակարգում, իր իրավունքները պաշտպանելու համար դա դիտարկվելու է որպես սլաբ, մենք ո՞ւմ ենք սլաբ օրենսդրության ընդունմանը, որովհետև սլաբը մենք հասկանում ենք, որ դա ոչ թե իրավունքների պաշտպանության ուղղված գործիքակազմը, այլ ասում եմ դատական համակարգը ծառայեցնել կոնկրետ անձին լրացնելու համար։ Ընկերությունը երբեք որևիցե հայցատում չի ներկայացնում, խոսքը վերաբերում Լիզեն Արմենի ընկերությանը, ոչ լրագրողների նկատմամբ, ոչ այլ ինչ-որ անձանց նկատմամբ որևիցե հայցատում չի ներկայացնում, ինչ-որ անձին լրացնելու համար։ Հիշեցնեմ, որ օրինակ կորպորատիվ իրավունքի փաստաբանները իմ հետ համաձայնում են, որ մենք խոսում ենք հանրային ընկերության մասին, այսինքն ընկերության բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում եւ ցանկացած փոքր տեղեկատվություն ազդում է այդ բաժնետոմսերի գներին, այսինքն միլիարդավոր դոլարների կորստի մասին ենք խոսում։ Այ հենց այդ անպատասխանատու, այն նման հանցագործ, չգիտեմ, կոռուպցիայի միջոցով ձեռք բերված իմիջիայլ մի դատական նիստի ընթացքում դուք չեք եղել, պարոն Թովոսյան, մեկ այլ ներկայացուցիչ, դատավորը կոնկրետ հարցեց, այ ասեց, եթե դուք կոնկրետ ընկերությանը մեղադրել եք հանցակ կամ կոռուպցիայի միջոցով այդ թույլտվությունները ձեռք բերել, ինչի 2 ժամ հետո այդ տեղեկատվություն ունենալուց հետո չեք մտել քննչական կոմիտե նման հայտարարություն անել։ Այսինքն սենց հարցադրումներով եւ դատականը տվել է, այո, օրիգաները շատ ճիշտ նշեց Անե Ալավերդյանը, որ եթե դրանց մեջ սլապի կամ դատական համակարգը որպես այդպիսին լրացնելու համար ուղղված հայցադիմներ ներկայացվել, այդ հայցերը չէին ապրել։ Ուղղակի անհիմն մենք ունենք դատական օրենսգիրք, որը քաղաքացիական դատավարության օրենսգիրք, որը հստակորեն տալիս է դրա պատասխանը։ Եթե անհիմն հայց է, դա մերժում է։ Եթե կա զերպարտանք, եթե կոնկրետ վարկաբեկվել է ընկերությունը կամ տարածվել է ընկերության գործար համբավը արատավորելու արտահայտություններ, դրանք ըստ էության պետք է անձը կրի պատասխանատվություն։ Եվ սա բացարձակ սլապի հետ կապ չունի։